Ինչպես է Trip-Root ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն, մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Այս շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։